Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված և բաց չթողնի օրվա ամենակարևորը։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էլչեքջյանի կինը նրանից ձեռագիր նամակ է ստացել։ Վիգեն Էլչեքջյանի լռության, անորոշության և հոգեբանական դժվարություններով լի երկար ժամանակահատվածից հետո այս նամակը ստանալը խոր զգացմունքային և նշանակալի պահ է ընտանիքի համար։ Էլչեքջյանի ցանկացած հաղորդագրություն մեծ նշանակություն ունի, քանի որ այն հաստատում է, որ նա ողջ է։ Այս նամակագրությունը ավելին է, քան պարզապես անձնական հաղորդագրությունների փոխանակումը։ Այն իրենից ներկայացնում է մարդասիրական օգնություն և հաստատում է բանտարկյալների իրենց ընտանիքների հետ կապ պահպանելու հիմնարար իրավունքը։ Թեև նամակի ստացումը որոշակի հույս է ներշնչում, այնուամենայնիվ պահպանվում են մարդասիրական լուրջ մտահոգությունները կապված Էլչեքջյանին երկարատև կալանքի տակ պահելու հետ։ Էլչեքջյանի իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար վերահաստատվում է մշտական միջազգային մոնիթորինգի, թափանցիկության և մարդասիրական հասանելիության կարևորությունը։ Հիշեցնենք, որ 46-ամյա Էլչեքջյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է։ Ադրբեջանական զինված ուժերը Արցախում նրան առևանգել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց արցախյան 44-օրյա պատերազմին։ Թուրքիայում փոթորիկ է, նավակներ են շրջվել։ Փոթորիկը ծածկել է մի շարք նահանգներ։ Մասնավորապես ուժեղ քամու պոռթկումներ են նկատվում Ստամբուլում։ Վատ վիճակ է Բուրսայում, որտեղ քամին փչում է բարձրահարկ շենքերը։ Ավելի վաղ օդերևութաբանները նախազգուշացրել էին Թուրքիային մոտեցող փոթորկի և տեղատարապ անձրևների մասին։ Ստամբուլի նահանգի իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր են տրանսպորտի աշխատանքի խափանումներ։ Նրանք քաղաքացիներին կոչ են արել զգոնություն և զգուշություն ցուցաբերել, քանի որ ուժեղ քամին կարող է տապալել ծառերն ու սյուները։ Տարերքի հարվածի պատճառով չեղարկվել են մի շարք լաստանավային երթուղիներ։ Ստամբուլի օդանավակայանները դեռևս չեն հայտարարել չվերթների չեղարկման մասին։ Իրանում բողոքի ցույցերը ռեկորդային մասսայականություն են ձեռք բերել, իսկ այաթոլլաների ռեժիմի ուժայինների հետ բախումները դարձել են պարբերական։ Այս պահին ցույցեր ու անկարգություններ են Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում Թեհրանում և սկզբնական շրջանում ավելի պասիվ հյուսիսարևմտյան խոշոր քաղաքներում՝ Թավրիզում, Ղազվինում, Արդաբիլում։ Ի սկզբանե եղած ակտիվությունը պահպանվում է Լորեսթանում, Իլամում։ Տարբեր քաղաքներում ոստիկանական մեքենաներ են այրվել։ Սպահանում ցուցարարները հրկիզել են պետական հեռուստաընկերության շենքը։ Թեհրանում և Իրանի արևմուտքում զանգվածային ակցիաների ֆոնին ինտերնետային կապը կորել է։ Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում բարձրաստիճան ոստիկան է սպանվել։ Սպան մահացել է վաղ առավոտյան անհայտ զինված անձանց կողմից կրակոցից։ Մահացածը նույնականացվել է որպես Մահմուդ Հաքիքաթ։ Նրա մեքենայի վրա կրակ են բացել անջատողական զինված խմբավորման անդամները։ Նա քաղաքի փոխոստիկանապետն էր, լեյտենանտի կոչումով։ Հարձակման պատասխանատվությունը հետագայում ստանձնել է ժողովրդական դիմադրության ճակատը։ Իրանական գործակալությունն էլ հայտնել է, որ նույն բախումներում վիրավորվել է ևս 30 մարդ։ Իրանում ցույցերի ուժգնությունը այս պահին պահպանվում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն շատ կոշտ կհարվածի Իրանին և կստիպի նրան դժոխային գին վճարել, եթե իշխանությունները սպանեն ցուցարարներից որևէ մեկին։ Գիտնականները հաստատել են, որ մեզ գրավում են մարդիկ, ովքեր արտաքնապես նման են մեզ։ Հետազոտությանը մասնակցել է 682 մարդ։ Փորձարկման ընթացքում 2285 արագ ժամադրություն է կազմակերպվել։ Ձևաչափը պարզ է՝ 3 րոպե շփում, որից հետո մասնակիցները գնահատում են զրուցակցին մի քանի չափանիշներով՝ գրավչություն, բարության զգացում, փոխըմբռնման մակարդակ։ Արդյունքը տպավորիչ է, որքան շատ են համընկնում դիմագծերը, այնքան մեծ է համակրանքը։ Մարդիկ բառացիորեն ավելի հաճախ են ընտրում իրենց նմաններին։ Ները գրավում են, գիտապես չի հաստատվում։ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ է կատարվել, քանի որ Սուրբ Ծննդյան տոնին խորան էր բարձրացել կարգալույց հռչակված նախին քահանա Տեր Թադեն, ներկայումս Արամայիս Թախմազյանը։ Թալինի քպական համայնքապետ Տավրոս Սափյանի և ոստիկանության ուղիղ միջամտությամբ արգելվել էր Սուրբ Ծննդյան տոնին օծյալ քահանայի մուտքը եկեղեցի և այս միջադեպից հետո ստիպված էր Տեր Հայկ քահանա Սահակյանը իր հոտի հետ միասին Մաստարա գնալ այնտեղի եկեղեցում պատշաճ ծեսն անելու համար։
Մաքրագործման կարգը մայր Մաշտոցում կոչվում է եկեղեցի սրբելու կարգ, որը պղծվել էր անօրենների մոլեգնությունից։ Ըստ կարգի խորանը լվացվեց ջրով, գինով եւ ընթերցվեց զորավոր եւ մաքրագործվող աղոթք։ Արարողության ավարտին հանդիսապետությամբ սրբազան հոր աղոթակցությամբ թեմի հոգևոր դասի վանականների հավատավոր զավակների կատարվեց միասնական ժամերգություն եւ միասնական աղոթք։ Հանիրավի ազատազրկված մեր հոգևոր հայրերի ու զավակների, գերության մեջ գտնվող եւ անհետ կորած զավակների Սուրբ եկեղեցու անսասանության եւ հայրենիքի բարօրության համար։ Վրաստանին կվճարեն դեպի Հայաստան ադրբեջանական բենզինի երկրորդ տարանցման համար։ Այս մասին հայտարարել է Megatrade ընկերության տնօրեն Կարեն Հայրյանը։ Նրա խոսքով տարանցման վճարը էական ազդեցություն չի ունենա վառելիքի մանրածախ գնի վրա։ Բենզինի արժիքի ձևավորման հիմնական գործոնները շարունակում են մնալ փոխարժեքի տատանումները եւ համաշխարհային շուկայական գները։ Հայրյանը հստակեցրել է, որ երկրորդ տարանցման շրջանակում Հայաստանին մատակարարվում պրեմիում եւ ռեգուլյար տեսակի բենզիններ։ Մատակարարումների ընդհանուր ծավալը կկազմի մի քանի հազար տոննա։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից էլ հայտնում են, որ 2025 թվականին Ադրբեջանի տարածքով Հայաստան է մտել 6500 տոննա հացահատիկ, 1000 տոննա ղազախական եւ 5580 տոննա ռուսական, ինչպես նաեւ 1210 տոննա ադրբեջանական բենզին։ Ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերքը, որից 6100 տոննա բենզին, 1500 տոննա դիզել։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Լադանիվան Պաղեստինյան մանկական երգչախմբի հետ կատարել է Տայգա երգը։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։